Մայրաթորի հայտարարության մեջ տված է, որ Գևորգ Սրբազյանը կարգալույծի արել, որովհետև որոշումը նախորդ վիճարկել է դատարանում։ Ուղիղ գրված է սա։ Արդյոք սա բարձրաստիճան հոգևորականի կարգալույծության համար հիմք է։ Կարդացեք կարգալույծության հիմքերը։ Սա եւս կարելի է գտնել համացանցում։ Չկա նման բան։ Սեռական սկանդալ, այո, սեռական սկանդալ, այո, պետք է կարգալույծ անել նման հոգևորականի, որտեղ եկեղեցական բարքերը եւ այլը արատավորում են։ Այլ կրոնի քարոզ, այո, կարելի է անել։ Հանցագործություն, ծանր հանցագործություն, քրեական եւ այլն։ Այո, այդ քրեական հանցագործներին սեռական սկանդալի մեջ ներգրաված էին։ Պետության դեմ իր եղբայրը ապացուցվեց, որ օտար երկրների կողմից հավաքագրված է։ Այս ամեն ինչը իր համար կարգալույծության հիմք չէ, բայց երբ որ իր ապօրինի որոշումը վիճարկել է դատարանում, իսկ դատարանում վիճարկել է իրավունքները, սա ուղիղ մարդու իրավունքներ է, սահմանադրական իրավունք է։ Այս սա հիմք է, որպեսզի կարգալույծանան բարձրաստիճան հոգևորական, հասկանում եք ուր ենք հասել։ Սա եկեղեցին քանդելու մասին է, դրա համար ենք ասում պետք է բարենորոգում, պետք է նորմալ առաջնորդ հոգևոր, որի ցանկությունը ոչ թե պետականության կորուստն է եւ սեփական գրպանը լցնելն է։ Սեփական, ել չեմ ասում, որ երեխա ունի, ուխտ է խախտել, սեփական շրջապատին իր եկեղեցու ունեցվածքը նվիրելն է։ Նման դեպքերը ել չէ, բարձրաձայնում են հոգևորականները։